Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Հարցս վերաբերում է Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական աջակցության նվազող ծրագրերին, հետևաբար ուղղված է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին։ Այս տարվա առաջին 3 ամիսներին, հունվար-մարտ ամիսներին, այդ աջակցությունը յուրաքանչյուր ընտանիքի անդամի համար նախատեսված է 50,000 դրամ։ Հաջորդ եռամսյակին, այսինքն ապրիլից հունիս, դուք այդ աջակցությունը էապես նվազեցնում եք, 4 հոգանոց ընտանիքի վրա վերցնենք միջին ընտանիք, այսինքն առաջի եռամսյակում այդ ընտանիքը ստանում է 200,000 դրամ, երկրորդ եռամսյակում ընդամենը 80,000 դրամ, որովհետև բացի չափի նվազեցումը 50,000-ից 40,000, դուք նաև ընտանիքի չափահաս անդամներին էլ աջակցություն չեք տրամադրում, որտեղ այդ աջակցությունը միայն 63-ից բարձր տարեցների համար է, հաշմանդամություն առաջի երկրորդ խումբ ունեցող եւ երեխաների համար է։ Եվ հետո տարվա արդեն վերջի եռամսյակում նախատեսում եք, այսինքն երկրորդ կեսին արդեն նախատեսում եք, որ այդ աջակցությունը կդառնա 40,000-ից 30,000։ Հիմա հարցը շատ պարզ եւ վերաբերում է հետեւյալին։ Այդ աջակցության նպատակը ըստ էության նույնը ժամանակավորապես բնակարանային ապահովում։ Մարդիկ տնավեր են եղել, կորցրել են իրենց տունը, կահ-կարասին, ամեն ինչ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում եւ կառավարությունը տալիս է աջակցություն, որ բնակարանային ժամանակավորապես ապահովման վարձավճարը վճարեն։ Հիմա այդ 4 հոգանոց ընտանիքը պայմանական եւ առարկայական, երբ որ ստանա ապրիլից 80,000 դրամ, ձեր կարծիքով այդ վարձավճարը ո՞նց պիտի վճարի, թե պիտի դառնա անտուն կամ գնա արտագաղթի։ Հարցին կպատասխանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Պարոն Ավետիսյան, շնորհակալություն հարցի համար։ Նախ ասեմ, երբ որ մենք մեկնարկում ենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերը, մենք ի սկզբանե հայտարարեցինք, որ մեր ծրագրերը կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքի տրամաբանության մեջ են, եւ մենք տեղյակ ենք եւ կարճաժամկետ եւ միջնաժամկետ ձեր նշած բնակարանների համար վարձակալության եւ կեցության ծախսերի ապահովման ծրագիրը, եւ մենք զուգահեռաբար հայտարարեցինք ավելի երկարաժամկետ ներառական ծրագրի մասին, որը մեր բնակարանային ապահովության ծրագիրն է։ Եվ սա նշանակում է, որ երբ որ մենք անընդհատ կախվածության մեջ ենք պահում նրանց այս վարձավճարի, այսպես ասած, կեցության համար ծրագրից, մենք նաև արհեստական խոչընդոտ ենք ստեղծում, որպեսզի մարդիկ ավելի արագ եւ ինտենսիվ ներառվեն մեր աջակցության երկարաժամկետ ծրագրերում։ Երբ որ դուք բերում եք 4 հոգանոց ընտանիքի հետ կապված, 4 հոգանոց ընտանիքին կոնկրետ բնակարանային ապահովության հետ կապված, մենք առաջարկում ենք մինչև 20 միլիոն դրամ, կա ցանկը 400-ից ավել համայնքներում, թե որտեղ կարող են բնակարան ձեռք բերել եւ պայմանները, եւ մենք շարունակական աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի նրանք կարողանան այդ ծրագրից օգտվել։ Եվ երբ որ մենք այս աջակցությունը նվազեցնում ենք, մենք միտում ունենք, որ այս աջակցության նվազեցմամբ հնարավորություն տալ եւ կոնկրետ ուղերձ եղել, որ պետք է գնան եւ դառնան բնակարանային ապահովության աջակցության շահառու։ Բայց սա չի նշանակում, որ այս աջակցությանը զուգահեռ մենք չենք դիտարկելու, հենց այսօր էլ քննարկում ենք ունեցել մենք փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի մոտ, որ բոլոր այն դեպքերում, երբ որ մենք կունենանք առանձին թիրախային խմբեր, այդ թիրախային խմբերի համար մենք կոնկրետ աջակցություն կտրամադրենք եւ նաեւ հանրային քննարկման է դրված այդ աջակցությունը, այսինքն մենք մեր գործիքներով գնահատելու ենք, եթե հասկանանք, որ տվյալ ընտանիք օրինակ անապահովության համակարգի շահառու, ապա նրան առանձին գործիքակազմով ենք փորձելու ուրեմն օժանդակել։ Բացի այդ, նշեմ, որ մենք ակտիվ աշխատում ենք մեր քույրերի եւ եղբայրների հետ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուղղորդելու դեպի աշխատանք եւ ես պետք է ասեմ, որ շուրջ 25,000 մարդիկ արդեն զբաղված են, աշխատում են, նաեւ ձեռնարկատիրությամբ, սա նշանակում է, որ մեր ծրագրերը ավելի թիրախային պետք է սրանից հետո լինեն, մենք չենք կարող անընդհատ զուգահեռ երկարաժամկետ բնակապահովության ծրագիր
մշակենք իրականացնել եւ ասենք որ շարունակ դուք պետք է ստանաք նույն 50,000 դրամը եւ այդ 50,000 դրամով շարունակ ձեր վարձավճարին ուղեք։ Մենք ունենք երկարաժամկետ բնակարանային աջակցության ծրագիր 3 միլիոն, 4 միլիոն եւ 5 միլիոն դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամին հատկացնելու տրամաբանությամբ։ Արձագանք։ Պարոն Մկրտչյան, դուք չեք դադարում ինձ զարմացնել։ Պարզ բան եմ ասում եք երկարաժամկետ ծրագրեր։ Լավ, խնդիրը լուծելուց հետո ընդհանրապես սոցիալական աջակցության սկզբունքներից մեկը է դա կարիքը գնահատվում, աջակցություն են ցուցաբերում, քանի դեռ այդ կարիքը կա եւ փորձում են ակտիվ ծրագրերով դուրս բերել։ Այդ դուք ասեցիք ավելի երկար։ Հիմա պարզ բան, չեք լուծել մարդու խնդիրը, այդ ընտանիքը կա։ Այ որ դուրս գաք մեկ-մեկ ժամանակ գտնեք, պտտվեք, հարցնեք, դուք էլ այցելեք, տեսնեք, կամ այդ մարդիկ շուտով կարող է հավաքվեն, բան, մի հատ գնաք այդ մարդկանց հարցնեք, խնդիրը կա, չի օգտվել դեռ այդ ծրագիրը իր համար մշտական բնակարան տանիք չի ապահովել։ Հիմա երբ որ դուք 200,000 այդ ընտանիքի հեսա մի քանի օրից դարձնում եք 80,000, կոնկրետ այդ մարդը վարձավճար տալու խնդիր է ունենալու մի քանի օրից 200,000 80,000 եւ այդ խնդիրը ծառայելու է այդ ընտանիքի արչեւ 10 օրից 5 օրից հիմա դուք ասում եք երկարաժամկետ են կանում լավ էլի վերջ տվեք էլի հիմա կոնկրետ խնդիր է դուք չեք լուծել այդ ընտանիքի անդամի զբաղվածության հարցը չեք լուծել մշտական բնակության հարցը հիմա այդ ընտանիքին ասում եք կապ չունի լուծել ենք թե չէ մենք քեզ 2.5 անգամ նվազեցնելու ենք քո աջակցությունը Էս ասեք մարդկանց։ Լավ, պարոն Ավետիսյան, դուք չեք զարմանում, թե կարծում եմ ակտիվ ներգրաված լինեիք ինչպես հանրային քննարկման ժամանակ նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների մասնակցությամբ տեղի ունեցած բազմաթիվ քննարկումներ մենք ոչ թե ամիսը մեկ անգամ, երկու անգամ, մենք ամենօրյա կապի մեջ ենք, մենք նաև դաշտային աշխատանք ենք իրականացնում, երբ որ դուք այդտեղ նստած եք, այս կողմի նստած նաև падգամավորները մարզերով շրջում էին, քաղաքներով, գյուղերով հանդիպումներ էին ունենում, շատ լավ, բայց ես ձեզանից մի առաջարկ այնուամենայնիվ չեմ հիշում, որ ստացած լինեմ կոնկրետ մեր ծրագրերի մասով, որ կարելի է օրինակ սա անել, նա անել, մենք էլ դիտարկենք այդ առաջարկները։ Ես ասում եմ, մեր աջակցության տրամաբանությունը եղել է կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ։ Ես ասում եմ, որ մենք պետք է խթանենք եւ աջակցենք մեր հայրենակիցներին, որպեսզի իրենք անցնեն աշխատանքի։ Սա միակ ճանապարհն է ներառվելու եւ շատ դրական միտում կա, երբ որ այսօր ունենք այդ 25,000 թիվը, ովքեր որ աշխատում են։ Այն ընտանիքի այն անդամներն, ովքեր աշխատունակ են, այո, նրանց նվազեցնում ենք աջակցությունը այդ մասով, բայց ասում ենք, օրինակ, մինչեւ 18 տարեկան երեխաները կամ պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձիկ, 63 եւ ավելի տարեկաններ, առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք հիմա այս պահին առանձին միջոցառում է շրջանառված, որտեղ որ խոցելի խմբերի համար ենք առանձին իրականացնում։ Իսկ մնացածը այո, պետք է գնան աշխատեն, իսկ մենք ունենք բազմաթիվ թափուր աշխատատեղեր եւ թեղ բոլորը մասնակցեն բնակարանային ապահովության ծրագրին, երբ որ ընտանիքի յուրաքանչյուր անդամին մինչեւ 5 միլիոն դրամ աջակցություն է տրամադրում պետությունը։